Սիրելիներս ողջույն եւ իհարկե բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում։ Այս կադրը իհարկե կարող է լինել տարբեր պրոդուկտների գովազդ, բայց ոչ, այս կադրը ընդհանրապես հուշում է, որ ես սկսում եմ մաքրության վլոգ, տոներն արդեն ավարտվել են, իսկ դա նշանակում է, որ պետք է մի հատ հավեսով խոր մաքրություն անել եւ հանգիստ ապրել մինչ գարուն։ Այստեղ տղաս Ադանը կանգնել է։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ողջույն։ Կանգնել է ու ասում եմ ինչով քեզ օգնեմ, բայց ես իրեն ասում եմ, որ ես այս պահին չունեմ օգնության կարիք, որովհետև ուզում եմ լոգարանի մաքրություն անել, իսկ այստեղ բնականաբար իր օգնությունը պետք չի եւ ցանկալի էլ չի, որովհետև տարբեր քիմիական նյութերի հետ եմ աշխատելու։ Հետո պետք է անել նաեւ խոհանոցի մաքրություն, ընդհանուր սենյակների, պահարանների եւ այդ ամբողջը տեղավորել մեկ վլոգում։ Դե դու գնա, ես այստեղ մաքրեմ, հետո խոհանոցում արդեն ինձ կօգնես, լավ։ Դատարկեցի այս հատվածը, վարագույրն եմ արդեն հանել, որ գցեմ լվանալու, այստեղ ինձ սպասում է ամենադժվար գործը, ամեն մաքրության ժամանակ, իսկ դա շատ հաճախ է լինում, երևի 10 օրը մեկ ես այստեղ լոգարանում մի հատ լավ մաքրություն եմ անում ու ժամերով մաքրում եմ փայտային այս սալիկները, օգտագործել եմ ամենատարբեր նյութերը, որ հնարավոր է պատկերացնել, շատ սիրուն մաքրվում է այդ ընթացքում, բայց դա ընդհանրապես մեկ օր է տևում, երբ օգտագործվում է ջուրը, միանգամից սենց սպիտակ հետքեր են էլի հայտնվում։ Ես չգիտեմ ինչպես պայքարել այս սպիտակ հետքերի դեմ, իսկ սա ամեն օր հնարավոր չի մաքրել, որովհետև ինքն իրականում շատ դաժան աշխատանք է, շատ մանրակրկիտ ու ժամերով պետք է մաքրել, որովհետև շատ դժվար է անցնում այս փայտային սալիկների վրայից։ Ցեք այսօր եւս մաքրել, որովհետև այսպես թողնել ամեն դեպքում չի կարելի։ Անպայման հագնում ենք ձեռնոցներ, որովհետև անցյալ անգամ ձեռնոցներ չէի հագել ու ձեռքերս լավ վնասել էի։ Այստեղ արդեն ես լցրել եմ մաքրող հեղուկը, չեմ ասում թե ինչ հեղուկ եմ օգտագործում, որովհետև առաջին անգամ եմ փորձում եւ չգիտեմ թե արդյունքն ինչպես կլինի, չեմ ուզում անիմաստ գովազդանել, մի քանի անգամ տարբեր հեղուկներ խորհուրդ եմ տվել ձեզ, որովհետև այդ պահին իսկապես շատ լավ մաքրել է ու թվացել է թե վերջ ամեն ինչի ցելական է, սալիկներս շատ լավ վիճակում են, բայց ելի եմ ասում, ընդամենը մեկ անգամ ջուրը բացում ես, օգտագործվում է այս հատվածը ու մի անգամից նորից սենց աղակալում է, դրա համար էլ որևէ հեղուկ խորհուրդ չեմ տալու, շատ շատերից եմ լսել, որ այս փայտային սալիկները ով որ ունի տանը, բոլորը գրեթե այս խնդրին բախվում են, այնպես որ կարծում եմ անիմաստ արդեն իրար ինչ-որ հեղուկներ խորհուրդ տալը պետք է ուղղակի անընդհատ մաքրել ու վերջ։ Փաստորեն պետք էր ոչ միայն ձեռնոց կրել, այլև դիմակ, որովհետև շատ սուր հոտ ուներ ու ընթացքում լավ խեղդեց, բայց ինչևէ ամբողջ մակերեսը պատեցի հեղուկով ու հիմա ինչ կսպասենք, որ նյութն իր գործը անի, անցնենք այս հատվածին, լոգարանում իմ ամենախոռը դարակը այս դարակն է, ցիններս իհարկե առանձին իրենց տարայի մեջ եմ դնում, բայց հիմա ամբողջը լցրեցի այստեղ, որ մաքրություն անեմ, բնականաբար ցիններն էլ պետք է լվանալ, այս դարակները հիմա կդասավորեմ, կտեսնեմ այստեղ ինչ կա, ինչ չկա, որն է օգտագործման ենթակա, որը չէ, որոցից է պետք է առհասարակ ազատվել, այս ներքևի դարակը կդասավորենք, խոսքով դասավորենք այս դարակները, մինչ այստեղ արդեն նյութն իր գործը կանի ու կլվանամ այս հատվածը։ Դասավորեցի լվացարանի բոլոր այս դարակները, ընթացքում նաև Արնոն եկավ պարտեզից, այստեղ իմ կոսմետիկան եմ դրել, քանի որ հիմնականում շպարվում եմ հենց լոգարանում, այս հայլին լույսով շատ հարմար է։ Շուտով կտեղափոխեմ այս դարակը արդեն իմ սենյակ, որովհետև իմ սենյակի համար եմ նախատեսում նմանատիպ հայելի ունենալ, այս ներքևի դարակներում էլ լոգանքի գելերն եմ դրել, շամպուններ, նման ինչ-որ բաներ, որոշ բաներ դեն նետեցի, բայց ուզում եմ առանձնացնել դեն նետածս ապրանքներից այս կտորե դիմակները, մենք կանայքս շատ հաճախ
հոգնած օրվա ավարտին մտածում ենք, որ նմանատիպ մի դիմակը կամ աչքերի պատչերը, էլի սենց կտորից կփրկի մեր դեմքը հոգնածությունից, բայց ուզում եմ ասել, որ այս դիմակները վնասելուց բացի ոչ մի լավ արդյունք չեն կարող տալ ձեր դեմքին, մանավանդ այն ամենամաչելի կտորե դիմակները, որ կարելի է գնել մի 200-300 դրամով, ոչ մի պարագայում նման կտորե դիմակներ մի դրեք ձեր դեմքին, կար ժամանակ, երբ ես ինքս էլ օգտագործում էի ու սա էլ մնացել էր, բայց հիմա արդեն ահագին ժամանակը ընդմիշտ հրաժարվել եմ նման դիմակներից։ Սա դարակում աչքովս ընկավ և որոշեցի միանգամից դերնետել ու առհասարակ իմ դեմքին արդեն բավականին երկար ժամանակ է աշխատում եմ ոչինչ չքսել, քսել, որևէ քիմիական բաղադրություն ունեցող կամ էժանակին ինչ-որ մի բան, պետք է նախապատվությունը տալ բնական բաղադրիչների միայն։ Իսկ ես կտորե դիմակը չգիտեմ իհարկե ինքը ինչ բաղադրություն ունի, բայց որքան էլ ճոխ նկարագրություն ունենա, հավատացեք, սա շատ էժանագին ու անիմաստ բան է, որ կարելի է առհասարակ դեմքին դնել։ Իսկ հիմա ուզում եմ աստիճանով բարձրանալ ու այս վերևի հատվածում սալիկները ևս մաքրել, ճիշտ է, իրենք բավականին մաքուր են, բայց ջրի գոլորշուց միշտ այս սալիկների վրա ինչ-որ յուղային հետք է նստում, դրա համար որոշեցի աստիճանով բարձրանալ և այս վերևի սալիկները ևս մաքրել։ Մաքրությամբ ու թարմությամբ լցված ամբողջ լոգարանս կարող եմ արդեն անցնել խոհանոց։ Իդեպ չգիտեմ դուք ոնց, բայց ես ամեն անգամ լվանալուց վարագույրը լոգարանի, իսկ դա շատ հաճախ է լինում, գոնե թե շաբաթը մեկ անգամ, պարտադիր արդուկում եմ, նոր կախում ու հիմա մի փոքր ցողել եմ նաև լավանդայի յուղով, շատ անուշ թարմ հոտ է գալիս, ափսոս որ չեմ կարող տեսախցիկից ձեզ փոխանցել այդ թարմությունը, բայց գոհ եմ իմ այսօրվա կատարած աշխատանքից լոգարանում, ինձ սպասում են դեռ խոհանոցը և մնացած սենյակները։ Մինչ խոհանոցին հասնելը որոշեցի մի հատ շատ արագ անցնել մեր ննջասենյակի վրայով ու նոր գնալ խոհանոց, որովհետև այստեղ գրեթե բան չկա անելու, ամբողջ սենյակս հավաքված է, զգեստապահարանից դարակները իդեալական վիճակում են, հավաքված մաքուր, այստեղ սոսեի տակդիրները պետք է դասավորեմ դարակում, իր համար օրորոցի ես ներքևի դարակը հատուկ առանձնացրել եմ, տակդիրներն եմ այստեղ դնում, որպեսզի այսպես ուփով չմնան անփույթ վիճակում, իդեպ առաջին անգամ այսօր սոսեի համար վերցրել ենք երկրորդ համարի տակդիրներ, մինչ այս պահին ինքը հագնում էր նորածնային չափը մեկ համարի ու այսօր արդեն անցանք երկրորդ համարի, սոսես մեծանում է շատ արագ։ Այստեղ ունեմ պատվեր, որը եթե հասցնենք այս վլոգի վերջում միասին unboxing կանենք։ Այս դրամապանակից մեկ այլ գույնն եմ պատվիրել, որովհետև շատ եմ սիրել այս դրամապանակը, շատ հարմար է, պրակտիկ, շատ տարողունակ, այսպես երկու շղթայով դարակներ ունի, այս հատվածում թղթադրամների համար նախատեսված դարակն է, ահագին շատ քարտերի համար նախատեսված հատվածներ ունի, մի խոսքով շատ պրակտիկ, հարմար դրամապանակ է, շատ սիրել եմ ու որոշեցի մեկ այլ գույնի ևս ունենալ, կարող եք իդեպ գուշակել, թե որ գույնը պատվիրած կլինեմ, մինչ միասին unboxing կանենք, որպես հուշում պատվիրել եմ այս տարվա խորհրդանիշը հանդիսացող գույներից մեկը, այսպես ասած, սա արդեն բավականին մաշվել էր, ահագին ժամանակապահում եմ այս դրամապանակը, որոշեցի փոխել, բայց հենց նույնից վերցնել ուղղակի այլ գույն։ Այդպես հիմա արագ տակդիրներն էլ դասավորեմ դարակում և անցնենք արդեն խոհանոց։ Խոհանոց հասնելուն պես առաջին բանը, որ անում եմ, լվացքի մեքենան միացնելն է, այդ ընթացքում Առնոն զբաղեցնում է սոսեին, այստեղ իհարկե էլի շատ գործ չունեմ անելու, որովհետև հիմնականում դարակներս դասավորված են, մի թեթև պետք է անցնեմ վրայով ու ջահերը լվանամ մաքրեմ,
մի երկու սպասք ունեմ այստեղ լվացած, որ պետք է տեղավորեմ դարակներում, մի խոսքով շատ գործ չկա անելու, որովհետև ամանորից առաջ լավ տեղը տեղին մաքրություն է եղել։ Եվ ահա թե ինչով ազբաղված ես ընթացքում իմ Սուսեն, ինչ ես գործ եմ անում, սենց խիլուկ պարկել է, բացահայտել արդեն իր թաթիկները, շատ հաճախ դրանք ուտում է կամ արագ շարժում է, որ ինքն իր ռեակցիան ստուգի, ուսումնասիրում է։ Իհարկե դու չես կարող գործերդ մի անգամից անել վերջացնել, երբ տան ունես երեխաներ եւ նրանք պարբերաբար ինչ-որ պահանջներ են առաջ քաշում, քիչ առաջ ընտրեցինք, քանի որ նախորդ վլոգի մեկնաբանություններում գրել էիք, որ անպայման կիսվեմ, թե ինչ սննդակարգով են սնվում երեխաները, ինչպես են առհասարակ կազմակերպում մեր սննդակարգը օրվա ընթացքում։ Այսօր ընթրիքին ունեինք ձուկ, բայց հաջորդ վլոգը կնվիրեմ հենց ամբողջությամբ այդ թեմային ու ավելի մանրամասն կներկայացնեմ, թե առհասարակ ոնց ենք սնվում։ Իսկ հիմա լվացի օդը խոնավեցնող այս սարքը ջուր եմ լցրել մեջը, այ այսքան ջուրը բավականացնում է մեկ ամբողջ օրվա, գուցե նաև մի քիչ էլ ավել օդի խոնավեցմանը, բայց ոչ շատ մեծ տարածքի համար, առնո կամած մի փոքր։ Հիմա այստեղ պետք է ավելացնեմ, չեմ կարողանում մեկ ձեռքով բացել, պետք է ավելացնեմ լավանդայի յուղ անուշ բույրի համար ու միացնեմ մեր հյուրասենյակին, բավականացնում է, հյուրասենյակը, չգիտեմ, երևի մոտ մի 30 քառակուսի մետր է, այսպես լավանդայի յուղ եմ ավելացնում, Առնոն այնտեղ կռիվա անում երեխեքի հետ, որ հետը խաղան, իսկ երեխեքը դաս ունեն անելու ու համոզում են Առնոյին, որ դասերը վերջացնենք, նոր քեզ հետ կխաղանք, բայց Առնոն, ինչպես լսում եք, համառում է, շատ անուշ բույր եկավ, մի անգամից պատկերացնում եմ արդեն, որ սարքը միացնեմ, այսպես, և օդն է խոնավեցնում և շատ անուշ բույր է տարածում։ Հիմա կտանեմ հյուրասենյակում կմիացնեմ, բայց այստեղ ձեզ ցույց տամ ինչպես է աշխատում։ Այս հատվածից մի անգամից միացնում ենք, եթե չունեք վարդակների վրա սենց USB-ի համար նախատեսված հատված, կարող եք կոճին ամրացնել այս լարը, հետո կոճով մի անգամից այս նախատեսված հատվածից միացնել։ Այսպես կարող եմ գույները փոխել, միացնել ու ինքը սկսում է աշխատել։ Հիմա ջուրը մի հատ մեջը կտաքացնի, այս մասից շատ սիրուն, այ եթե նկատեցիք, տեսեք, արդեն գոլորշի է դուրս գալիս ու նաև շատ անուշ բույր է տարածվում։ Ես վերջացրի իմ տան մաքրության ամբողջ գործերը, մի մասը ձեզ համար չեմ նկարել, քանի որ շատ արագ էի անում, 2 օր ուղիղ տևեց իմ ամբողջ ուղղորկան, այսօր արդեն օր է փոխվել վլոգը սկսելուց, ինձ կարգի բերեցի, խնամեցի, որովհետև 2 օր շատ անմխիթար տեսք ունեի, հիմա եկել եմ, վերցրել եմ նոթատետրս, որ գրառումներ անեմ, քանի դեռ Սոսեն քնած է, որովհետև դեկտեմբերից այս կողմ գրառումներ չեմ արել, պետք է ամփոփեմ 2025 թվականը, անպայման գրի եմ առնում, սիրում եմ շատ նոթատետրումս գրառումներ կատարել, ինձ համար կարևոր պահերով կիսվել, տարին ամփոփել, պետք է գրեմ 2026 թվականի ամբողջ նպատակներս, որպեսզի անցնեմ արդեն դրանք ամփոփելուն, չմոռանանք, որ 2026 թվականի առաջին ամիսն արդեն մոտենում է իր ավարտին, աչքներս թարթեցինք, բայց ավարտվում է հունվարը, դրա համար պետք է շտապել գրել նպատակները և անցնել դրանք իրագործելուն, այս տարի շատ մեծ նպատակներ ունեմ, որոնք ուզում եմ, որ անպայման կատարվեն ու հետևաբար պետք է շատ աշխատել։ Պետք է նաև գրառում անեմ այս տետրի մեջ, որը հատուկ վերցրել եմ Սոսեի համար, չգիտեմ, չեմ հիշում ձեզ ցույց տվել եմ թե չէ, կարծեմ ցույց եմ ձեզ տվել, շատ սիրուն տետր է, բոլոր կարևոր պահերը կարելի է ֆիքսել այս տետրում, իմ առաջին օրը տանը, իմ առաջին նկարը,
դուրս գրում ծննդատնից, իմ առաջին խաղալիքը, մի խոսքով սենց լիքը սիրուն բաներ, ու որպեսի ուղակի չգրեմ այս տետրի մեջ, այստեղ տեղ կա, հա, ամեն մեկի ներքևում կարելի է փակցնել նկար որպես հիշողություն եւ ներքևում մի քանի տող գրառում անել։ Ես հանել եմ նկարներ, որ սիրում փակցնեմ այս տետրի մեջ, այս տետրի հետ կա նաեւ ստիկերներ, այսպիսի, որպեսի էլ ավելի գունազարդ դառնա տետրը, ու հիմա պետք է հերթով նկարները փակցնեմ, ստիկերները, գրառումներ անեմ։ Նախորդ կադրից հետո սիրելիներս հեռախոսից մարդկոցը նստեց ու շատ բաներ չհասցրի ձեզ ցույց տալ, ինչով որ ուզում էի ձեզ հետ կիսվել, իսկ հիմա չգիտեմ լսում եք թե չէ, բայց Սոսեն արդեն ինձ է կանչում, դրա համար եկա արագ մի երկու բան ձեզ ցույց տամ։ Սա Սոսեի 1 օրականի նկարն է, այստեղ տղաներն են Սոսեի հետ, Սոսեի 40 օրականում, այստեղ 1 ամսականում, պատին Սոսեն արդեն ինձ է կանչում, ու այստեղ ուզում եմ ավարտել վլոգը եւ գնալ աղջիկաս մոտ, չհասցրինք այսօր անել unboxing վլոգի վերջում, ինչպես որ անում ենք հաճախ, բայց հաջորդ վլոգը կսկսենք հենց այն unboxing-ով, որը ձեզ այսօր խոստացել էի վլոգի սկզբում, իմ առաջին խաղալիքը եւ Սոսեի առաջին խաղալիքների հետ նկար այստեղ փակցրել եմ, իսկ այս հատվածը թողել եմ գրառումների համար։ Դե ես վազում եմ աղջիկաս մոտ, էլ իրեն չեմ ուզում սպասեցնել, ձեզ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն ու ասում, որ մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։